Միացյալ Նահանգները եւ Իրանն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում փետրվարի 26-ին հայտնել է Օմանի արտգործնախարարը։ Ըստ աղբյուրների բանակցություններին կմասնակցի նաեւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Կողմերն Օմանի միջնորդությամբ արդեն 2 հանդիպում են անցկացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար։ Կան հուսադրող ազդանշաններ։ Այնուամենայնիվ մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միացյալ Նահանգների գործողություններին եւ նախապատրաստվում ենք ցանկացած հնարավոր սցենարի, հավելել է Փեզեշկյանը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, երկիրը խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու, այդ թվում ուրանի հարստացման իրավունք ունի։ Դիվանագետի խոսքով խնդրի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն է եւ լուծումը մոտ է։ Նա նշել է, որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա եւ դրա միջոցով հնարավոր չէ ճնշում գործադրել Իրանի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հարց է առաջացել, թե ինչու Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կուտակումը։ Ի պատասխան Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկրի քաղաքական բառապաշարում կապիտուլյացիա բառը գոյություն չունի։ Միևնույն ժամանակ Էսմայիլ Բաղայիի խոսքով Իսլամական Հանրապետության զինված ուժերը 24-ժամյա ռեժիմով հետևում են Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայմանը եւ ագրեսիայի դեպքում կպատասխանեն։ Եվրամիության անդամ երկրների զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցում եւ տարածաշրջանում այսուհետ այլ կերպ կդիտարկվի, քանի որ դրանք այժմ դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով կարելի է կռահել, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները։ Եվրամիության խորհուրդը փետրվարի 19-ին պաշտոնապես որոշել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Ի պատասխան փետրվարի 21-ին Իրանը Եվրամիության բոլոր անդամ երկրների ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն 3-րդ համաշխարհային պատերազմն է սկսել։ Այժմ խնդիր է դրված թույլ չտալ, որ այն ընդլայնվի, ասել է նա։ Զելենսկին նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պահանջին, որ ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասի տարածքի 20%-ից, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ BBC-ի հետ զրույցում Զելենսկին նշել է, Կիևը չի կարող դա անել։ Դա կնշանակի, որ Ուկրաինան հրաժարվում է այնտեղ ապրող 100 հազարավոր քաղաքացիներից։ Նրա խոսքով դա կպարակտի հասարակությունը, իսկ Ռուսաստանի նախագահն այդքանով չի բավարարվի։ Վոլոդիմիր Զելենսկին նաև ընդունել է, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել իր տարածքները։ Հաշվի առնելով Ռուսաստանի բանակի չափը, դա կնշանակեր միլիոնավոր մարդկանց կորուստ, նշել է նա։ Բացի այդ, Զելենսկու խոսքով Ուկրաինան բավարար չափով զենքեր չունի։ Նա միևնույն ժամանակ նշել է, Ուկրաինան չի պարտվում, քանի որ պայքարում է հանուն իր անկախության։ Պատերազմի 4-րդ տարելիցին ընթരാճ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական ուժերն Օդեսայի մարզում թիրախավորել են արդյունաբերական, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Կա 2 զոհ, 3 վիրավոր։ Զապորոժիեում էլ կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ռուսաստանն իր հերթին հայտնել է ուկրաինական ավելի քան 150 անօդաչու խոցելու մասին։ Բելգորոդում եւ Վորոնեժում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Թաթարստանում արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Եվրամիության երկրներն ամենայն հավանականությամբ համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Կիևի դեմ Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ։ Նրա խոսքով դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող որոշ սահմանափակումների։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Հունգարիային կոչ է արել վերանայել Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ընդունումն արգելափակելու որոշումը։ Նա շեշտել է, պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այս քայլով Հունգարիան փորձում է Ուկրաինային ստիպել վերսկսել դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները։ Սլովակիան եւ Հունգարիան Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար։ Եվրոպական հանձնաժողովը Վաշինգտոնից պահանջել է լիակատար հստակություն մտցնել մաքսատուրքերի հետ կապված քայլերի վերաբերյալ, որոնք ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել Գերագույն դատարանի որոշումից հետո։ ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական էր հայտարարել նախագահի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը, որից հետո Դոնալդ Թրամփը 150 օրով նախ 10%, այնուհետև 15% մաքսատուրքեր էր սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Պեկինն իր հերթին Վաշինգտոնին կոչ է արել վերացնել միակողմանի մաքսատուրքերն առևտրային
գործընկերների նկատմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունն ընդգծել է առճակատումը երկու կողմին էլ վնաս կպատճառի։ Ըստ տնտեսագետների Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքագրված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են վերադարձի։ Ըստ Թրամփի, սակայն այդ հարցի շուրջ դատական գործընթացը 2-ից 5 տարի կտևի։ Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, թե նրա օրոք երկիրն արմատապես բարելավել է իր պատերազմի զսպման կարողությունները, որոնց առանցքում են միջուկային ուժերը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին վերընտրման կապակցությամբ։ Կիմերի ընտանիքը Հյուսիսային Կորեան ղեկավարում է 1940-ականների վերջից։ Իտալիայի Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում տեղի է ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են իտալական մշակույթն ու օպերային արվեստը։ Այնուհետև արենա են մտել մասնակից երկրները ներկայացնող մարզիկները։ Արարողությունը եզրափակվել է օլիմպիական դրոշի փոխանցմամբ և կրակի մարմամբ։ 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում, իսկ 2028 թվականին Լոս Անջելեսում տեղի կունենան ամառային օլիմպիական խաղերը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։